Սպերջենի աստվածաշնչյան ընթերցանություն ամեն երեկո, հունիսի 6 Իսրայելացի են, ես էլ, երկրորդ Կորինթացիս 11-րդ գլուխ 22-րդ խոսք։ Սա Պողոս առաքյալի անձնական վկայությունն է, որն ապացույցի կարիք չունի։ Առաքյալը գիտեր, որ իր պնդումն անվիճելի է, սակայն կան շատ մարդիկ, որոնք չեն պատկանում Աստծո Իսրայելին, սակայն հավակնում են այդ կոչմանը։ Եթե մենք վստահաբար հայտարարում ենք, որ մենք էլ ենք իսրայելացի, թող ուրեմն ասենք դա միայն մեր սրտերն Աստծո ներկայության մեջ լավ քննելուց հետո։ Բայց եթե մեր կյանքը վկայում է, որ մենք Հիսուսի հետևորդներն ենք, եթե կարող ենք սրտանց ասել ես լիովին վստահում եմ նրան, միմիայն նրան, վստահում եմ պարզ հավատքով, վստահում եմ հիմա և մեկ ընդմիշտ, ապա այն կարգավիճակը, որում գտնվում են Աստծո սրբերը, մեզ է պատկանում, նրանց բոլոր վայելքները մեր ստացվածքն են։ Մենք գուցե Իսրայելի մեջ փոքրագույնը լինենք, բոլոր սրբերի հետինը, սակայն քանի որ Աստծո ողորմությունները պատկանում են պարզապես սրբերին, այլ ոչ թե առաջավոր սրբերին կամ լավ կրթված սրբերին, մենք կարող ենք համարձակ ասել. նրանք իսրայելացի են, ես էլ, և հետևաբար թե խոստումները, թե շնորհքը և թե փառքը իմն են։ Ճշմարիտ և իրավացի դավանությունը մի բան է, որն անպատմելի մխիթարություն է տալիս։ Երբ Աստծո զավակները հրճվում են, որ իրենք Տիրոջն են պատկանում, այդժամ ինչ երջանկություն կլինի քեզ համար, եթե կարողանաս ասել ես էլ։ Երբ նրանք խոսում են այն մասին, որ ներված են, արդարացած և ընդունված այն սիրելիով, ինչ ուրախություն կլինի քեզ համար ի պատասխան բացականչելը Աստծո շնորհքով ես էլ։ Բայց այս դավանությունն իր մեջ ոչ միայն վայելքներ և առավելություններ ունի, այլև պայմաններ ու պարտավորություններ։ Մենք պիտի Աստծո ժողովրդի հետ կիսենք ոչ միայն արևոտ եղանակի հաճելի ջերմությունը, այլև անպամած եղանակի ցուրտն ու սառնությունը։ Երբ լսում ենք, թե ինչպես է նրանց մասին ծաղրանքով և արհամարհանքով արտահայտվում միայն որովհետև նրանք քրիստոնյա են, մենք պետք է համարձակ առաջ գանք ու ասենք ես էլ։ Երբ տեսնում ենք, թե ինչպես են նրանք Քրիստոսի համար աշխատում, հանուն Հիսուսի զոհաբերելով իրենց ժամանակը, էներգիան և ամբողջ սիրտը, մենք պետք է ի վիճակի լինենք ասելու ես էլ։ Օ եկեք մեր երախտիկն արտահայտենք, մեր անձերը նվիրաբերելով Տիրոջը և ապրենք ինչպես ապրում են նրանք, ովքեր արտոնության հետ միասին հոժարությամբ ստանձնում են նաև դրա հետ կապված պատասխանատվությունը։